Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հարցազրույցների մեր շարքը Ծիծեռնակաբերդից։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած 100 հազարավոր հայեր տարիների ընթացքում հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում, մի մեծ հատված զգալի մարդիկ տեղակայվել են եւ որպես իրենց հայրենիք ընտրել են հենց Արևելյան Հայաստանը, տեղափոխվել են այստեղ իրենց գործունեությունը ծավալել մեր երկրում։ Մենք այս պահին զրուցելու ենք հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Մհեր Մարկոսյանի հետ, նա մեր երկրում հայտնի մարդ է, զբաղվում է տեխնոլոգիաների, գիտությունների դոկտոր է։ Պարոն Մարկոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարկոսյան, մի քիչ կպատմեք ձեր ընտանիքի, ձեր նախնիների մասին, որտեղ են նրանք բնակվել, ինչով են զբաղվել։ Մորս կողմը եկել է Տրապիզոնից, մայրս ծնվել է Տրապիզոն քաղաքում եւ իսկ պապաս իր ամբողջ մանկությունը եւ երիտասարդությունը ապրել, ծնվել եւ մեծացել է Տրապիզոնում։ Նույնը տատիկս։ Եվ առիթ է եղել, ես մի քիչ ծանոթացել եմ իրանց պատմությանը, ի շնորհիվ պապիս գրած գրքով, նա գրել էր ամբողջ պատմությունը սկսած 1895 թվականից մինչև 20 թվականները, թե ինչպես են հայերը ապրել Տրապիզոնում, ինչպես են ենթարկվել կոտորածների եւ Սուլթան Համիդի ժամանակ եւ 15 թվականին, ինչ ճանապարհներով են անցել, ինչ դաժան կյանք են ունեցել եւ ճակատագիր եւ ինչպես է հաջողվել տեղափոխվել այն ժամանակ արդեն սովետական միություն, եկել են Սոչի, պապս դարձել է Լո գյուղում հայկական դպրոցի տնօրեն, հետո որոշել է ուսումը շարունակել, տեղափոխվել են Երևան, Երևանի պետական համալսարանն է ավարտել, դարձել է դպրոցում ուսուցիչ եւ այդպես։ Նույնը տատիկս աշխատել են ազնիվ եւ նվիրումով, այնպես որ տատիկս պարգևատրվել է Լենինի իշխանշանով, Կարմիր դրոշի աշխատանքային իշխանշանով երկուսն էլ։ Մի խոսքով թողել են իրանց հետքը եւ ամենագլխավորը թողել են իրանց հետքը իրանց երեխաների եւ թոռների մեջ եւ այնպես է որ մենք հպարտանում ենք իրանցով։ Իսկ ինչ դրվագներ կհիշեք օրինակ հենց ձեր պապի գրքից այդ process-ը հայ երբ որ արդեն 15 թվականի կոտորածը սկսվել էր, ինչպես են հաջողացրել փրկվել, ոնց են հասել արդեն գրքում նա գրում է որ սկզբում բոլոր իր տարիքակիցներին կանչել են բանակ, որ պետքա տանեն ճանապարհներ սարքեն եւ ուղարկեն ֆրոնտ ճակատ համապատասխան կռիվներին մասնակցելու համար։ Եվ ամբողջ ճանապարհը, որը պետք է իրանք անցնեին Տրապիզոնից Ամասիա, այդ ճանապարհի այդ ժամանակահատվածում համարյա ոչնչացրել են զոր կոչված երիտասարդությանը, հայ երիտասարդությանը։ Բոլորը հայեր։ Հա, ումոր կանչել են։ Ինքը ազատվել է միայն այն բանի շնորհիվ, որ իրանց այդ ղեկավարը, ով որ իրանց հետևել է տարել է մինչև այդ մասերը, բանը եղել է իր հարևանը, որին հիվանդությունից փրկել է իմ պապի մայրը եւ որպես շնորհակալություն այդ թուրք զինվորը չի թողել որ պապիս կպնեն։ Սա եւ հետո էլ փոխանցել է մի սպայի, որը ինքը եղել է ազգությամբ ոչ թուրք, բայց էլի մուսուլման եւ նա էլ հանձն է վերցրել, որ չի թողի, որ ինչ-որ բան պատահի իր հետ։ Հետո այդ ծառայության ժամանակ մի հայ երիտասարդի սկսել են տանջել, կապել են սյանը եւ չեն թողել, որ որևիցե մեկը մոտիկանա օգնի,
բայց պապուս սիրտը չի տարել, նա գիշերը կապվել է եւս երկու հոգու հետ, հավաքած գումար ունեցել տվել է նրանց, ազատել են այդ հային եւ երկու ձիավորներ այդ հային փախցրել են։ Դրա պատճառով ինքը ընկել է, այսպես ասած, իրան բռնել են, բանտարկել են եւ դատել են, դատի ժամանակ որոշել որ պետք է մահապատիժ ենթարկեն այդ տեղը եւ տեղափոխման ժամանակ ես դա նմանեցնում եմ այն բանին ժողովուրդը խառնված է եղել, ինքը կարողացել է այդ երկու հետևողներից ազատվել։ Եվ քանի որ ինքը շատ լավ տիրապետել է թուրքերենին, կարողացել է փախչել, դուրս գալ դրանից եւ հետ վերադառնալ տրապիզոն ճանապարհից։ Այդ ժամանակահատվածում ընկել է Մաքսանենգերի շրջապատ, նրանք իմացել են, որ ինքը փախել է բանակից եւ այլն, լինելով թուրք, այնուամենայնիվ օգնել են, որ գա տրապիզոն եւ չեն մատնել։ Այսինքն մեկ թուրք չէ, որ իրեն օգնել է։ Հա, եւ ասեմ, որ ինքը գրքում միշտ նշել է, որ եղել են շատ ազնիվ մարդիկ, որոնք օգնել են այդ բաներից փախչելու համար։ Մի խոսքով շատ հետաքրքիր դրվագներ կա, մենակ նրա համար, որ ինքը եղել է հայ եւ ինչ-որ չափով օգնել է հայ հեղափոխականների բանաստեղծություններով, թարգմանել է հայերեն բանաստեղծություններ, իրան Սամսոնում բանտարկում են, էլի բանտում, պատմում է, թե ինչպես է կարողացել պրտնել այդ բանտից, փրկել է հայ բժիշկ, այնտեղ ես ավելի մանրամասների մեջ որ մտեմ երկար կտեվի, կարողացել մի խոսքով այդ հայերը փրկել են իրան, ու նա կարողացել է հետ վերադառնալ տրապիզոն։ Էլի թուրք ընտանիք է փրկել, որը որ ընդհանուր միջև որդեգրել է, այն իմաստով, որ իրան ձեռք չտան, բայց հետո ասել է այդ թուրք մորը, որ գիտես ինչ ես ուզում եմ, ես ունեմ ընտրած աղջիկ, այս ինչ տեղում է, մի խոսքով օգնել են, որ տատիկիս գտնեն, ամուսնացրել են, ծնվել է մորաքույրս, հետո մայրս տրապիզոնում, բայց հետո պապս ասել է, ես ուզում եմ վերադառնամ Հայաստան, կներեք, մի խոսքով օգնել են, որ գան Հայաստան։ Այս պատմությունները, որ կարդում եք, օրինակ այդ գրքում, ինչ զգացմունքներ էր առաջանում, ինչ տպավորություններ եք ունենում։ Երեք ես առաջի հերթին եկա այն եզրակացության, որ կա նախախնամություն, որը օգնել է պապիս դիմանալ այդ բոլոր արհավիրքներին։ Մեկ դեպք չի եղել, կարծես։ Մեկ դեպք չի եղել, հենց այդ է։ Մի քանի անգամ բան տանկել, հասցրել են մինչև գնդակահարման, հա ասեմ պատմության մեջ էլ կա, որ իրանք ընկերներով հավաքվել են, սարերում են հավաքվել եւ ճակատ են տվել թուրք զորամասերի հետ, օգնել են այն ճանապարհին կանանց երեխաներին, որ քշելուց են եղել, հարթակումներ ա եղել այդ կանանց վրա եւ ասեմ ինքը նկարագրում թե ինչքան կանանց են գողացել են, տարել են, վաճառել են եւ ես չեմ զարմանում, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում կան հսկայական քանակությամբ խառը տնունդներ, հայկական արմատներ ունեցող։ Եվ այս նկարագրության ընթացքում վերջի անգամ էլ շատ ծանր վիրավորված է ընկել գերի եւ էլի նախախնամությունը օգնել է, որպեսզի մնա կենթանի։ Հետաքրքիր է։ Հա, եւ նա ասեմ թուրք ժողովրդի նկատմամբ ոչ մի անգամ, այսպես ասած, չարով լծված չի եղել, բայց սարսափելի ատելությամբ էր խոսում Ջեմալ Ազմիի մասին, որը եղել էր Տրապիզոնի նահանգապետը եւ պատմում էր թե ինչ դժվարությունների, ինչ դաժանությունների է դիմել նա, ընդ որում նա եղել է պատճառ, որ տատիկիս հայրը
որպես մտավորական, տրապիզոնի մտավորական սպանվել է նրանց կողմից։ Լույս դրան պապիս մայրը, եղբայրը փոքր քշվել են եւ այդ տերորի ճանապարհին անհետացել են։ Նույնը պապիս հետատերը, պապիս հոր հետատերը ունեցել եւ նա լացակումած պատմում էր թե այդ ազմին եւ իր շրջապատի մարդիկ ինչպես են երեխաներին պարկերի մեջ լցրել, կապել պարկերի բերանը, նավակներով տարել են հեռացրել են ափից եւ այդ պարկերը գցել են ջուրը։ Այդ դրվագներն էլ որ կարդում ես զարհուրում ես թե ինչպես մարդը կարող էր այդպիսի բաներ անել։ Ընդ որում նա միտեղ մեկնաբանություն էր արել, որ ազմի ոնց որ նախանձից անել այդ ամեն ինչը։ Նախանձում էր, որ հայ ժողովուրդը կարողանում է բանանել խմբավորվել, ընդգրկվել ընդհանուր մի գործի տակ, ինչպես հայերը մեծ ուշադրություն դարձնում դպրոցաշինարարությանը, առանց ձայն հանելու, առանց միծտուն անելու ամեն մեկը իր նվիրատվությունն արել, որ տրապիզոնում ոչ միայն սովորական դպրոց հիմնվի, այլ նաև բարձր կարգի դպրոց, այսինքն մեր համալսարանական տիպի դպրոց ստեղծվի, այդ նվիրատվությունների process-ը եւ ինչպես է ազմին նախանձով վերաբերվել այդ հարցերին եւ օրինակ է բերել անդադ տեսեք հայերը սա են անում, որ թողենք հայերը շատ զարգանան, կնստեն մեր գլխին, այդպիսի հայտարարություններ արել եւ որի արդյունքում էլ կանդելա կոտորածը կազմակերպողների շարքերի ամենաառաջատարների մեջ։ Պարոն Մարկոսյան, իսկ դուք եղել եք Արևմտյան Հայաստանում, օրինակ հենց նույն տրապիզոն այցելելու։ Ցավոք սրտի չեմ եղել, ամեն տարի որոշում եմ, որ պետք է գնամ գյուղերը տեսնեմ այնտեղ, որովհետև ինքը թողեր ավելի շուտ տատիս մայրը ինքը եղել է կանացի միավորման ղեկավար, կանանց միավորման ղեկավար տրապիզոնում, եւ ինքը գրել էր, թե ինչքան գյուղեր կա եւ ամեն գյուղում ինչքան հայություն է ապրում։ Այդ տվյալները բերված են այդ գրքում եւ ես շատ ուզում էի գնալ եւ հիմա էլ ուզում եմ գնալ տրապիզոն տեսնել այդտեղ ինչա ոնց է։ Ինչն է խանգարում։ Չեմ կարող ասել ինչն է հանգամանքների։ Հանգամանք մի անգամ ուզեցի գնալ, վախացրեցին, ասին այնտեղ այդ գորշ գայլերի բանն է։ Գլխամասն է եւ իրանք շատ ուժեղ հետևում են, որ հանգարց ձևի բաներ չանեն եւ այլն, բայց մեկ է ուզում եմ մի հատ գնալ եւ գոնե տեսնել թե ինչպես են ապրել, ինչ են աղրել եւ այլն։ Պարոն Մարկոսյան, ինչպես եք վերաբերում առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին արդեն անկախ Հայաստանում մի քանի փորձ եղել է հարաբերությունների կարգավորման վստահաբար դուք բոլորից տեղյակ եք, ոնց ինչ գնահատական կարող եք տալ, պետք է առհասարակ մեզ Ես ավելի քան համոզված եմ, որ երկար ժամանակ թշնամություն պահպանելը ճիշտ չէ, պետք է հարաբերություններ ստեղծել, բայց ամեն հարաբերություն ստեղծելու ժամանակ պետք է հասկանաս, որ դիմացինդ արժի հարաբերություն ստեղծելու։ Եթե դիմացինը չի ընդունել, որ ինքը սխալ է եղել, ապա ցանկացած հարաբերություն, որը կստեղծվի, դատապարտված է վատանալու։ Եվ այդ իմաստով հիմա Թուրքիայում լսվում են ձայներ, առողջ ձայներ, որ այո պետք է եւ այլն։ Ընդ որում ասեմ, առաջի որ միշտ ճեշտում են, որ ով է առաջի ցեղասպանությունը ճանաչել եւ այլն, իրականում հենց Թուրքիան է առաջինը ճանաչել եւ դատապարտել է նույն Թայլայթին, Էնվերին եւ այլն գնդակահարության։ Մահապատժի է, ճիշտ այնտեղ չեն ասել եղերն հենց, բայց ազգերի բնաջնջման համար, քրիստոնյա ազգերի բնաջնջման եւ տարած քաղաքականության համար նրանք դատապարտված են եղել արդեն թուրքական կառավարության կողմից մահապատժ։ Ինչ եք տեսնում, ներկայիս իշխանությունը Թուրքիայի հակված է ձեր ասած դրական ինչ-որ բաներով երանգներով էս հարցը հանգուցալուծել։ Նրանք շատ անգամ հակված կլինեին,
եթե Հայաստանը լիներ շատ ուժեղ եւ ոչ միայն իր համալսարաններով, կուլտուրայով եւ այլն, այլ նաեւ ուժով։ Իմ կարծիքն է, որ ուժեղին միշտ հաշվի են առնում։ Եթե ուժեղ չեղանք, մենք մեզ չկարողացանք պաշտպանել, ապա ինչին ենք պետք է գնան այդ եղերն ճանաչելու եւ սահմանները բացելու։ Այսօր սահմանների բացումը Թուրքիայի հետ ավելի շատ Թուրքիային է պետք, քան Հայաստանին։ Այ որ ասում եք, պետք է երկու կողմից հետաքրքրություն լինի։ Եթե սահմանները բացվեն, եթե որոշակի հարաբերություններ ձևավորվեն, ինչ կտա դա երկու երկրին էլ, թե Հայաստանին, թե Թուրքիային։ Ավելի շատ Թուրքիային կտա։ Որովհետեւ ավելի շատ Հայաստանը կլինի Թուրքիայի համար շուկա։ Ավելի շատ Հայաստանը ճանապարհ կբացի Թուրքիային ուրիշ հյուսիսային երկրներ դուրս գալու, կամ այլ երկրներ դուրս գալու։ Իսկ այսօր այս 90 թվականից հետո մենք տեսնում ենք, որ Հայաստանը գոյատևում է, լավ էլ առևտուրով որ պետք է կատարում է ավտոներով, թե երկաթգծի մի մասով, թե այս կամ այն նավահանգիստ իր ապրանքը հասցնելով եւ այլն կարողանում է իր առևտուրը անել։ Եվ ես այնքան էլ վստահ չեմ, որ Թուրքիայի սահմանը որ բացվեց, Հայաստանը դրանից շատ օգուտ է ստանալու։ Դա այդպես չի։ Ամեն դեպքում կունենա օգուտ կունենա իհարկե։ Մենակ այն հարաբերությունները, որ կարող են սկսվել, ինչ որ չափով առևտուր եւ այլն, դա բավականին օգուտ է։ Ես չեմ բարձրացում դա, բայց համոզված եմ, որ ճանապարհների բացելը Թուրքիային ավելի օգուտ է, քան թե Հայաստանը։ Պարոն Մարկոսյան, այս պահին էլ աշխարհը խաղաղ չէ։ Տարբեր տեղերում բախումներ են, պատերազմներ, անընդհատ միջազգային հարթակներում, տարբեր գիտաժողովներում խոսվում է, բարձրաձայնվում է ցեղասպանությունը չկրկնելու, հա, թույլ չտալու անհրաժեշտության մասին։ Դուք ինչ եք կարծում, արդյոք ամեն ինչ արվում է, որպեսզի նման ողբերգություն այլևս ոչ միտեղ չկրկնվի, հա, խոսքը միայն Հայաստանի կամ մեր տարածաշրջանի մասին չի, ամբողջ աշխարհում։ 20 թիվը ցույց տվեց, 2020 թիվը ցույց տվեց, որ մենակ խոսելով չի տանում ինչ։ Պետք է ուժ ունենաս, որպեսզի թույլ չտաս քո նկատմամբ ցեղասպանություն կատարել։ Մենք 20 թվին տեսանք, որ ցեղասպանության մի հատ նման օրինակ կրկնվեց։ Երբ որ փոքր մի հատ երկրի դեմ, նույնիսկ ասեմ շրջանի դեմ, քանի երկիր Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, ինչու Պակիստան փաստորեն միավորվեցին եւ հաղթանակ ձեռք բերեցին այդ փոքր երկրի դեմ։ Եթե նորից վերադառնանք ձեր նախնիներին, օրինակ հետաքրքիր է որևէ այլ վերապրածի հետ իրանք ինչ որ մտերմություն անում են կամ դուք գուցե շփվում եք, իրենցից ինչեր եք լսել, ինչ պատմություններ։ Գիտեք, պապս ընկերություններ անում տրապիզոնից փախածների հետ, ազգանունը մտքիցս թռավ, Կոթիկյանի հետ, դերասան Կոթիկյանի հետ, երևի գիտեք Կոթիկյանի, նա էլ էր տրապիզոնից եւ հաճախակի հանդիպում էին դրա հետ։ Կար մի ընկեր էլ Հակոբ Թաթիկյան, նա նույնպես տրապիզոնից էր։ Բացի դրանից հաճախակի Սոչիից գալիս էին հայեր, մենակ նրա համար, որպեսզի պապիս հետ հանդիպեն, կամ իրան էին հրավիրում, ինքը գնում էր այնտեղ դպրոցներով ելույթներ էր ունենում, հանդիպումներ էր ունենում եւ ոգևորված գալիս էր, որ կարացել է ինչ-որ մարդկանց օգնել եւ այլն։ Իսկ երբևէ ասել է կամ գուցե գրել է, թե ինչի որոշեց Հայաստանում։ Հա, գրել է։ Նա շատ նախ ուզում էր սովորած լիներ իր ուսումը շարունակել։ Այն ժամանակ ամենահարմարը լեզուների տեսակետից եւ այլն Հայաստանն էր։ Եվ ինքը ամբողջ ընտանիքին հավաքում բերում է Սոչիից Երևան։ Եվ նա ապրում էր Հայաստանի հաջողություններով։ Որտեղ դպրոց բացվեր, որտեղ ինչ-որ մի հատ մանկապարտեզ բացվեր, նա անպայման գնում էր ինչ-որ բանով ուզում էր օգնած լիներ, հպարտանում էր, որ
սովետական Հայաստանը վեր է ապրում իր զարգացումը եւ ամեն օր ինչ-որ մի նորություն է լինում, գործարաններ են ստեղծվում եւ հայությունը սկսում է կենտրոնանալ, գալ Հայաստան։ Դրանով ինքը ապրում է։ Հպարտություն էր զգում։ Շնորհակալություն շատ, պարոն Մարկոսյան, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մեհեր Մարկոսյանի հետ, նա Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, տեխնիկական գիտությունների դոկտոր։